Այսօրվա թողարկման մեջ դիտեք IKEA-ի ֆենոմենը, ինչից եւ ինչպես սկսվեց ամենը, անհավատալի փաստեր, որ չգիտեիք, ինչ նորություն կա IKEA-ում, ամենավերջին նորույթները, IKEA Outlet-ի հետաքրքիր առաջարկները, չքնաղ եւ մատչելի բույսերը, խելացի սենյակ լուծումները, սենյակների ամբողջական դիզայնային լուծումները եւ շատ այլ հետաքրքիր մանրուքներ։ Տեսնելով այսօրվա IKEA-ն, որն արդեն շատ սովորական երևույթ է թվում, այցելելով եւ գնումներ կատարելով այնտեղ թվում է, թե միշտ հենց այսպեսին է եղել իր հենց ստեղծման օրվանից։ Սակայն հազվադեպ ենք կենտրոնանում այն մտքի վրա, թե ինչ կնճռոտ ուղի է անցել, ինչ բեկումնային կետերի արդյունքում է դարձել այն հենց այսպեսին, եւ որ նույնիսկ մի պահ իր հիմնադիրը ծանր ճնշումների ներքո քիչ է մնացել վաճառի այն 1970 թվականին։ Սկսենք ամենասկզբից։ Հավանաբար արդեն գիտեք, թե ինչ է նշանակում IKEA անվանումը։ Դա իր հիմնադրի անվան եւ ազգանվան Ինգվար Կամպրադի եւ նրա հայրենի ֆերմայի Էմթարիդի եւ հայրենի շվեդական գյուղի Ագուննարիդի առաջին տառերն են։ Լեգենդար IKEA-ի պատմությունը սկսվել է 1943 թվականին, երբ Ինգվարը դեռ 17 տարեկան էր, բայց այդ բիզնեսը միանգամայն այլ բնույթ ուներ, քան գիտեք այսօր։ Ամենասկզբում դա ընդհանրապես հեռավար վաճառքի բիզնես էր։ Նա ընդունում էր պատվերները հեռախոսով եւ այնուհետեւ փոստով առաքում պատվիրված ապրանքները՝ գրիչներ, մատիտներ, զուգագուլպաններ, լուսանկարների շրջանակներ, զարդեր եւ այլ փոքր իրեր։ Գործը լավ գնաց, բիզնեսը սկսեց արագ զարգանալ եւ նա սկսեց տպել ապրանքների կատալոգներ եւ տարածել դրանք բոլոր հնարավոր միջոցներով։ 1948 թվականին հիմնադրումից 5 տարի անց նա սկսում է վաճառել մատչելի կահույք տան համար։ Եվ այս նոր ապրանքանին այնքան հաջող է վաճառվում, որ 3 տարի անց 1951 թվականին նա սկսում է վաճառել միայն տան կահույքեղեն։ IKEA-ի ցածր գները բնականաբար կատաղեցնում են մրցակիցներին, եւ նրանք ճնշումների արդյունքում ստիպում են շվեդական արտադրողներին եւ մատակարարներին այլևս նրան ապրանք չմատակարարել։ Ինգվարը չի ընկրկում եւ փոխարենը սկսում է ստեղծել իր սեփական արտադրանքը, իսկ հումքը ներմուծում է այլ երկրներից, սկզբում Դանիայից, իսկ այնուհետև նաեւ Լեհաստանից։ Հաջորդ բեկումնային եւ շրջադարձային կետը IKEA-ում եղավ այն բանից հետո, երբ սեղան էին պատվիրել եւ պատվիրատուն եկավ պատվերը տանելու։ Այն ոչ մի կերպ չէր տեղավորվում իր փոքրաչափ մեքենայում։ Դիզայները առաջարկում է սեղանի ոտնակները հանել։ Այսպես ծնվում է IKEA-ի հանճարեղ այսպես կոչված հարթ արկղ կոնցեպտը, որը հավերժ կփոխեր ոչ միայն IKEA-ի ճակատագիրը, այլ նաեւ կահույք արտադրման ոլորտը ընդհանրապես։ Այս կոնցեպտը թույլ տվեց ոչ միայն աներևակայորեն կրճատել բեռնափոխադրման աշխատուժի ծախսերը, այլ նաև նոր հնարավորություն բացեց առանձին պահեստներ պահելու փոխարեն։ Հիմա հնարավոր էր ամբողջ տեսականին պաշարել հենց խանութում։ Եվ իհարկե նաև գնորդները արդեն ինքնուրույն կարող էին հեշտությամբ տեղափոխել եւ տեղավորել իրենց սեփական մեքենաներում։ Հետագայում Ինգվարը կգրի գիրք IKEA-ի պատումը, որտեղ անկեղծանում է եւ շատ մանրամասներ բացահայտում թե իր անձնական կյանքից եւ թե IKEA-ի ոչ հարթ կայացման ուղուց։ Կհավատաք թե ոչ, բայց նա իր բիզնես կարիերան սկսում է դեռ 5 տարեկանից, երբ համագյուղացիներին հատավաճառով առաջարկում է նախապես մեծածախ գնված լուցկի։ Փոքրուց Ինգվարը ստանում է խնայողության վրա հիմնված խիստ դաստիարակություն։ Նա մեծանում է իր ծնողների ֆերմայում, որտեղ ծանր աշխատանքի շնորհիվ հնարավոր էր լինում ապահովել շատ քիչ գումար, եւ այդ իսկ պատճառով ընտանիքը շատ խնայող էր, ծախսերը ծայրահեղ մինիմալ էին, եւ այս ապրելակերպը իր ազդեցությունը կրում է Ինգվարի ամբողջ կյանքի ընթացքում, նույնիսկ այն ժամանակ, երբ նա աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկն էր։ Տևական ժամանակ նա շարունակում էր վարել իր հին մեքենան Volvo 240-ը, օգտվում էր բյուջետային ավիաընկերություններից եւ այլապես շատ զուսպ կյանք էր վարում եւ շատ էր շփվում հասարակ աշխատակիցների հետ բոլոր մակարդակներում։ Այդ նույն փիլիսոփայությունը նա ներդնում է IKEA-ի կորպորատիվ մշակույթի հիմքում՝ խոնարհություն, պարզություն եւ արդյունավետություն։ Նա ասում է, որ ամենակարևորը պետք է այնպես անենք, որ մարդիկ զգան, որ գեղեցիկ կահավորված տուն ունեն, անկախ իրենց եկամտի չափից։ IKEA-ի ֆենոմենը նաև թաքնված է այսպես կոչված IKEA-ի էֆեկտի եւ Կամպրադի փիլիսոփայության մեջ։ Կամպրադը միշտ հավատացել է այն գաղափարին, որ եթե մարդը ինքն է իր ձեռքերով հավաքում կահույքը, ապա նրա վերաբերմունքը այդ կահույքի հանդեպ լրիվ այլ է լինում։ Նա հպարտանում է իր կահույքի ստեղծման գործում ունեցած մասնակցությամբ, այդ կահույքը ավելի բարձր է գնահատում, քան պատրաստիները, հոգեպես բավարարված է զգում այն հաջողությամբ հավաքելուց հետո։
Սակայն ամեն ինչ հարթ չէր, նույնիսկ շռնդալից հաջողությունից հետո եւ ինչպես հաճախ լինում է, հենց այդ արագ զարգացումը մի շարք խնդիրների առջև կանգնեցրեց Կամպրադին։ Այնպիսի լուրջ խնդիրների, որ նա նույնիսկ այն վաճառելու եզրին էր 1970 թվականին։ Անզուս մեծանալուն եւ զարգանալուն պես սկսվեցին որակի վերահսկման եւ լոգիստիկ մատակարարման շղթան ապահովելու հետ կապված խնդիրներ։ Այնքան արագ էր IKEA-ն մեծանում, որ գնալով ավելի ու ավելի էր դժվարանում կայուն բարձր որակ ապահովելը։ Հաճախորդները սկսում էին հիասթափվել։ Կարծես դա քիչ էր, մրցակիցները նույնպես սկսել էին խնդիրներ առաջացնել IKEA-ի համար, նույնպես արտադրելով հավաքվող կահույք ավելի ցածր գներով եւ ավելի զանազան դիզայն առաջարկելով։ Առաջացան նաև խնդիրներ IKEA բրենդի իմիջի հետ կապված։ Այն շատերի կողմից դեռևս դիտարկվում էր ավելի շատ որպես էժանագին տարբերակ, քան որակյալ կահույքի բրենդ։ Ցածր գները, պարզ դիզայնը եւ ինքնուրույն հավաքելու հեռանկարը շատերի համար ոչ թե առավելություն էր, այլ թերություն եւ թույլ չէր տալիս դիրքավորել IKEA-ն որպես բարձրորակ առաջարկ։ Սակայն Կամպրադը ուժ գտավ իր մեջ եւ որոշեց չվաճառել ընկերությունը։ Փոխարենը նա որոշեց վերացնել խնդրու առարկա թերությունները, ավելի արդյունավետ դարձնել արտադրությունը, մինիմալիզացնել արտադրական ծախսերը եւ ավելի գրավիչ դարձնել IKEA-ն միջազգային շուկաների համար։ Նա բարելավեց որակը առանց գինը բարձրացնելու, ինչը զգալիորեն վերականգնեց IKEA-ի իմիջը, ինչպես նաև ներդրում կատարեցին դիզայնի մեջ եւ առաջարկեցին նոր մոդելներ, որոնք ավելի գրավիչ կլինեին սպառողների համար։ Բրենդը վերադիրքավորվեց, առաջարկելով մատչելի, ոճային եւ ֆունկցիոնալ մոդելներ, դարձնելով IKEA-ն գրավիչ ավելի լայն շերտերի։ Եվ վերջապես ամենակարևոր զարգացումներից մեկը IKEA-ն շարունակեց օպտիմալացնել իր մատակարարման շղթան, արտադրական գործընթացները եւ բաշխումը, ինչը օգնեց նվազեցնել ծախսերը եւ բարելավել շահութաբերությունը։ 1980-ական թվականներին IKEA-ն արդեն շատ ավելի ամուր հիմքերի վրա էր եւ այդ դժվարին ժամանակաշրջանում նրա կատարած փոփոխությունները նպաստեցին հետագա տասնամյակների ընթացքում նրա գլոբալ հաջողությանը։ Կամպրադի համառությունն ու մարտահրավերներին դիմակայելու եւ ադապտացվելու ունակությունը հիմնական գործոններն էին ընկերության 70-ականներին վճռող շրջադարձային փուլը հաղթահարելու եւ վերջնական վերականգնման համար։ Դե ինչ, եթե արդեն սկսենք քայլել IKEA-ի խանութում, հենց մուտքի մոտ կտեսնենք այս վերալիցքավորվող մարտկոցները, որոնք դուք կարող եք վերցնել ձեզ հետ, քայլել խանութում եւ լիցքավորել ձեր հեռախոսը, մինչ գնումներ եք կատարում եւ չմտածել հեռախոսի լիցքավորման մասին։ Ընդհանրապես IKEA-ի դուք կարող եք համոզվել, որ ամեն ինչ ստեղծված է գնորդների մաքսիմալ կոմֆորտ ապահովելու համար, ամեն ինչ արվում է, որպեսզի հաճախորդները չզգան հոգնածություն եւ ընդհանրապես նաև գրավում են այնպիսի կազմակերպված հարմարություններ, որոնք պարզապես հաճախորդներին թույլ են տալիս եւ ինչ որտեղ նաև գրավում են շատ երկար ժամանակ անցկացնել այս մեգա խանութում։ Այստեղ հարմարավետ տեղավորվելու, սուրճ խմելու, ճաշելու, սնվելու հարմարավետ անկյուններ են ստեղծված, ինչպես նաև գոյություն ունի երեխաների համար հատկացված հատուկ մեծ խաղահրապարակ, այսպես ասած, որտեղ դուք երեխաներին կարող եք թողնել, իհարկե նաև տրամադրելով ձեր տվյալները, որպեսզի երեխաները իրենց համար զվարճանան, խաղան, իսկ դուք հանգիստ վայելեք եւ հաճույք ստանաք այդ օրվա գնումների։ Շատ հետաքրքիր բաժին գոյություն ունի IKEA-ի բոլոր հանրախանութներում, մեկ մեծ մաս հատկացված է մեգա զեղչերով ապրանքներին, այսպես ասած IKEA Outlet-ն է, որտեղ բավականին մեծ զեղչերով ներկայացված են բազում մոդելներ։ Հնարավոր է, որ որոշ մոդելներ ունենան որոշակի թեթևակի ինչ-որ թերություններ կամ մաշվածություն, բայց ընդհանուր առմամբ հնարավոր է նաև այստեղ տեղ գտնեն բացարձակ նորմալ վիճակում գտնվող եւ օգտագործելու համար լիովին պիտանի ապրանքներ, որոնք կարող են ընդհանուր մինչև 50-60% զեղչով ներկայացված լինեն։ Շատ հաճախ նաև կոմպլեկտով տեսականիները, որոնք օրինակ ջարդվել են կամ մեկ հատը վնասվել է, իսկ մյուսը բավականին մեծ զեղչով այստեղ տեղադրված է, այստեղ ներկայացված է բավականին մեծ զեղչով, հնարավոր է երկու անգամ ավելի մատչելի, տեսեք 250 եվրոն դարձել է 150 եվրո մոդելներ, որոնք պարզապես միգուցե մի թեթև կեղտոտված են կամ մի փոքրիկ հատվածում քերծված են, բայց ընդհանուր առմամբ բավականին գեղեցիկ եւ որակյալ տեսք ունեն եւ կարող են կիրառելի եւ օգտագործելի լինեն հաճախորդների համար։ Միշտ ականատես ենք լինում, որ շատ են օգտվում այս outlet-ից, հաճախորդները պարզապես գալիս են եւ նստում են այդ աթոռների կամ
երկնակների վրա, որպեսզի հանկարծ ինչ-որ մեկը այն իրենցից ավելի շուտ ձեռք չբերի, սպասում են մինչև կձևակերպվի գնումները եւ իրենք կարողանան այդ զեղչված ապրանքը իրենց հետ տուն տանել։ Միակ անհարմարությունը միգուցե այն կլինի, որ շատ հաճախ այդ կահույքը հետ չի քանդվում, այսպես ասած, եւ հաճախորդները պետք է իրենց մեքենայով կամ իրենք անձամբ քանդեն, տանեն իրենց տուն, կամ հենց այդպես հավաքված վիճակում կարողանան բեռնափոխադրում կազմակերպել եւ տանել իրենց հետ, բայց այն փաստը, որ շատ են օգտվում այդ աուտլետից եւ բավականին մեծ տնտեսում են կատարում այդ մասից օգտվելու, դա ակնհայտ է, ամեն օր կարող եք դա տեսնել ձեր աչքով։ Կամպրա դիսլեքսիա ուներ եւ ապրանքները անվանում էր շվեդական բառերի, վայրերի եւ մարդկանց անուններով։ Օրինակ, գրադարանները մասնագիտությունների եւ տղաների սկանդինավյան անուններով, իսկ սանհանգույցի պարագաները շվեդական լճերի եւ գետերի անվանունով։ Ահա այս շատ հարմարավետ փափուկ բազմոցը համարյա 50% սեղչով բավական մատչելի է ստացվում եւ անվանված է Կիվիկ, սա Շվեդիայում բրոնզե դարից եկող պատմական վայրի անուն է, թագավորի գերեզմանատան տեղանքի անվանումը։ Մինչև 2018 թվականը իր կյանքի վերջին օրերը Կամպրադը շարունակում էր ակտիվ մասնակցություն ունենալ IKEA-ի բիզնես զարգացմանը։ Նույնիսկ եւ նա գործադիր տնօրենի պաշտոնը զիջեց եւ անցավ թոշակի 1986 թվականին։ Այս հետաքրքիր տեսականին կարող է օգտագործվել ամառանոցում կամ տան բակում։ Լավն են, չէ՞։ Իհարկե, շատ։ Այստեղ մեծ տեսականի գեղեցիկ բուսականության տեսականի է ներկայացված։ Եթե համեմատեք Հայաստանում արժեքների հետ, կարող եք շատ զարմանալ, թե ինչ մեծ տարբերություններ կան գնային առումով, եւ ամանիկները հենց բույսերի համար նախատեսված, եւ հենց բույսերը շլացուցիչ ուղակի գներով են այստեղ։ Եվ ինչպես փորձը ցույց է տվել, շատ երկարակյաց, որակյալը, եթե կարելի է բույսերի առումով այդպես ասել, որակյալ, բայց երկարակյաց եւ դիմացկուն բուսականություն է, եւ հաճախորդները գրեթե միշտ կարող են տեսնել, որ դուրս են գալիս պարտադիր 1-2 բույս իրենց հետ տանելով, որովհետեւ անհնար է անցնել այս բաժնի մոտով, այսքան մատչելի ու գեղեցիկ բույսերից անպայման ձեռք չբերել, գրեթե անհնար է։ Տեսեք, տեսականին բավականին զանազան է, տարբերվող է, ընդամենը 6 եվրոյով շատ գեղեցիկ բույսեր կան, որոնք կարող եք տանել, տեղադրել, իրենք կկաճեն, կմեծանան ու շատ գեղեցիկ բուսականություն կունենաք ձեր տանը, ամառանոցում եւ այլն, եւ իհարկե իրենց տարանները շատ ոճային են, շատ գունային գեղեցիկ լուծումներով են։ Եթե դուք արդեն տան ներսի կահույքի հետ տեսնեք դիզայնավորած, կհասկանաք, որ բոլոր մանրուքները հաշվի են առել, որպեսզի հենց իրենց իսկ ստեղծած դիզայնի հետ համահունչ լինեն եւ համապատասխան դիզայն ապահովեն տան ներսում, ինչպես նաև ամառանոցներում, տերասաներում, ինչը օրինակ Եվրոպայում շատ մեծ տարածում ու տերասաներում գեղեցիկ բուսականություն ապահովում է։ Իսկական կանաչ դրախտ եւ շատ մատչելի, սկսած 3 եվրոյից, իսկ երբեմն նաև ավելի էժան, կարող եք գտնել կալանխոյեր եւ այլ փոքր բույսեր, 14 եվրոյից սկսած օրխիդեաներ, իսկ 20-ից նույնիսկ տույաներ։ Օրինակ, այս սանսևիերյաները, որոնք ժողովրդի մեջ հայտնի են նույնպես զոքանչի լեզու անվանումով, կարող եք ձեռք բերել ընդամենը 13 եվրոյով, իսկ այս գեղեցկագույն օրխիդեաները ընդամենը 15 եվրոյով, եւ գունային բազմազանությունը նույնպես շատ մեծ է։ Կարող եք շատ հեշտությամբ օգտագործել IKEA-ի app-ը, որը թույլ է տալիս ընթացքում սկանավորել ձեր հավանած մոդելները։ Շատ հաճախ մեզ կարող են շփոթեցնել գները, որ արժեքը որ մոդելին է վերաբերում, եւ որպեսզի դուք չշփոթվեք, չխառնեք եւ հետո անակնկալ դառնա դա ձեզ համար, կարող եք հենց իսկ ձեր հավանած մոդելը տեղում սկանավորել եւ տեսնել արժեքը, իսկ եթե հավանում եք եւ ցանկանում եք վերջում ձեռք բերել, միանգամից կարող եք զամբյուղի մեջ դնել այդ իսկ հավանած մոդելը, իսկ հետո արդեն իսկ վճարման ժամանակ դուք հնարավորություն կունենաք շատ հեշտությամբ արդեն իսկ ձեր զամբյուղի ընդհանուր արժեքը սկանավորելով շատ հեշտությամբ կարող եք կատարել վճարումը եւ ձեռք մնալ շատ մեծ հերթերից։ Վերջում մենք դա ձեզ կցուցադրենք, թե ինչպես է դա արվում ու կտեսնեք, թե ինչպիսի հերթեր են իրականում լինում IKEA-ի անգամ ինքնասպասարկման կետերում բավականին մեծ հերթեր են լինում։ Ձեզանից շատերը երևի այդ հերթերում հերթերը տեսել եք եւ օգտվել եք։
Պարզապես հենց այդ էփից օգտվելով դուք շատ մեծ հերթեր ու շատ մեծ ժամանակ եք խնայում, ավելի հեշտությամբ եք կարողանում վճարումը կատարել եւ զերծ մնալ այդ երկար հերթերից։ Ինչպես նկատում եք, IKEA-ի տեսականիները տարիներ շարունակ դասական դարձած արդեն IKEA-ի համար մոդելները շարունակում են երկար տարիներ իրենց տեղը գտնել IKEA-ում եւ այնքան սիրված են լինում իրենք հաճախորդների կողմից, որ տարիներ շարունակ կարող եք տեսնել ու չձանձրանալ ու իմանալ, որ IKEA-ում այդ մոդելը դեռևս գոյություն ունի, սպասել ձեռք բերել այն ժամանակ, երբ որ ինքներդ կցանկանաք, չվախենալով, որ նրանք շատ արագ սպառվում են։ Նաև պարբերաբար, ինչպես արդեն ասել ենք, թարմացվում են նոր մոդելներով, որը իրականում շատ ավելի փոքր տոկոս է կազմում ընդհանուր IKEA-ի ապրանքների մեջ, բայց նրանք հատուկ պիտակով նշված են լինում, հենց պիտակով կարող եք տեսնել, որ այս մոդելը նորույթ է եւ կարող է ձեզ հետաքրքրեն նորույթները եւ դուք արդեն իսկ պիտակներից հասկանաք, որ դրանք լիովին նոր դիզայն են, նոր մոդելներ են։ Գունային երանգները շատ համահունչ են լինում հենց այն կահույքին, այն դիզայներին, որը IKEA-ն ներկայացնում է։ Քիչ անց նաև դուք հավաքական տեսքով կկարողանաք պատկերացում կազմել, թե ինչ դիզայնային լուծումներ են այս վերջին տարվա ընթացքում ստեղծել IKEA-ի դիզայներները։ Հենց այս կարմիր պիտակներով նշмарված են նորույթները, որոնք աչք են գրավում եւ դուք կարող եք ուսումնասիրել, թե կոնկրետ որոնք են այս պահին գործող նորույթները IKEA-ում։ Ընդհանուր IKEA-ի դիզայնը հիմնականում ընդհանրական է երևում, արդեն իսկ սենյակներում կահավորված եւ արդեն իսկ պատրաստի վերջնական տեսքով կարողանում եք պատկերացում կազմել, թե ինչի մոդելներ կարող եք համադրել միմյանց միասնական տեսքով։ Այստեղ ամեն ինչ կարելի է գտնել տան համար, գրեթե այդպիսի իրեր, որոնք ձեզ անհրաժեշտ կլինեն տունը լիովին առաջին իսկ դատարկ վիճակում ամբողջական տեսքի բերելով եւ կահույքը ձևավորելով, հավանաբար չեք գտնի որևէ իր, որ իր տեղը չէր գտնի IKEA-ում, սկսած փոքրիկ դիզայներական մանրուքներից մինչև շատ գեղեցիկ եւ նորաոճ կահույքի, որոնք համադրելով եւ գեղեցիկ լուծումներ գտնելով կկարողանաք ստանալ տան ընդհանուր գեղեցիկ տեսքը։ Մեծ բաժիններով են ընդհանրապես, եթե երբևէ չեք եղել IKEA-ում, կարող եմ փոքր նկարագրել ընդհանուր այնպես է կազմակերպած խանութը, երբ քայլում ես երկու հարկ է լինում սովորաբար, մեկ հարկում հիմնականում տեղակայված են լինում վերջնական տեսքով հավաքած, այսպես ասած, սենյակները, որտեղ ամբողջական տեսքն է ներկայացված իր դիզայնով եւ շատ փոքրիկ մանրուքներով, շուտով դուք ինքներդ կտեսնեք եւ մեկ մեծ հարկում մեծ բաժիններով ներկայացված են արդեն փոքրիկ մանր մունր, այսպես ասած, իրերը, որոնք արդեն ըստ բաժինների են ներկայացված մեծ բաժիններով դուք քայլելով կարող եք տեսնել բաղնիքի տեսականին, լույսերի տեսականին, լուսամփոփների տեսականին, խոհանոցային պարագաների տեսականին եւ նշեմ նաեւ մեկ հետաքրքիր դիտարկում IKEA-ում բացակայում են պատուհանները եւ քայլում ես դու բացարձակ կորցնում ես ժամանակի զգացումը եւ ընթացքում հնարավոր է եւ դուք գալիս եք օրինակ IKEA-ի ինչ որ ցերեկային ժամի եւ մի քանի ժամ անց դուրս եք գալիս IKEA-ից արդեն մութ է, այդ զգացումը շատ հանկարծակի կարող է լինել, որովհետեւ երբ ներսում քայլում եք, սրճում եք, հանգստանում եք եւ դա ժամեր է տևում, կորցնում եք ժամի զգացողությունը եւ պարզվում է, որ դուք ամբողջ օրն եք այդտեղ անցկացրել, քանի որ այդտեղ հնարավորություն կար հանգստանալու, սնվելու, որ տարբեր սնվելու, ձեզ թվում է, թե դա ընդամենը մի 2-3 ժամ է տևել, այնինչ կարող է պարզապես 6-7 ժամ տևել, բավականին մեծ են տարածքները եւ ամեն բաժնում մի փոքր ուսումնասիրելով, քայլելով դուք ժամեր եք կորցնում այստեղ եւ իրականում դա հենց այդպես էլ պլանավորված է եղել հիմնադրի կողմից, որպեսզի մարդիկ ամբողջությամբ ներգրավեն այդ մթնոլորտի մեջ, ընկղվեն գնումների եւ այդ գեղեցիկ ու ճաշակով պատրաստած իրերի, այսպես ասած, լաբիրինտի մեջ ու ժամեր անց հասկանան, թե ինչքան ժամանակ են այստեղ անցկացրել։ IKEA-ի ապրանքների կատալոգը, որը թեպետև այլևս չի տպվում 2021 թվականից ի վեր, այնքան շատ էր տպվում ամբողջ աշխարհում տարեկան 100 միլիոնավոր տպաքանակով, որ երկրորդ ամենաշատ տպվող գիրքն էր Աստվածաշնչից հետո։ IKEA-ում տարեկան վաճառվում է մոտ 150 միլիոն շվեդական հայտնի կոլոլակ, IKEA-ի հայտնի կոլոլակները։
Ինչպես կնկատեք, Շվեդիայի դրոշը մշտապես կգտնեք խրված այդ կոլոլակների մեջ, Կամպրատը մեծ հայրենասեր էր, եւ նույնիսկ որոշ դառնություններից հետո իր համակարգացիների պատճառած, որը մեկ այլ անձի հավանաբար կկոտրեր, նա չդառնացավ, այլ շատ փիլիսոփայորեն մոտեցավ ամենին։ Այստեղ լամպերի բաժնում տեսեք նորույթով նշված է այս մոդելը, կարմիր պիտակով առանձնացված է, սա նոր դիզայն է համարվում այստեղ, կարող եք ուշադրություն դարձնել, այս մոդելները ավելի հին մոդելներ են, բայց ներկայացված են այս պահին նաև տարբեր չափերի, տարբեր տեսքով ներկայացված են, շատ գեղեցիկ կոկիկ լամպ է, 25 եվրո ավելի խիտ գործվածքով ծղոտ է լամպերը, փայտե մոդելները մի փոքր ավելի թանկարժեն եւ ինչպես տեսնում եք սրանք բոլորը կարմիր պիտակով նշված նոր մոդելներն են, այս 17 եվրանոց լամպերը փոխում են իրենց երանգները եւ տարբեր գույներով են հանդես գալիս, բավականին գեղեցիկ է նաեւ երեխաների սենյակների համար, ընդամենը 2 եվրոյով տեսեք լամպեր են, պատկերացրեք, որ ընդամենը 2 եվրոյով կարող է գեղեցիկ դիզայնով լամպ ձեռք բերել, ժամանակակից մոդելներ, լուսամփոփներ եւ հյուրասենյակների համար եւ սենյակների համար մոդեռն ոճի այս տարբերակները նույնպես կարծում եմ բավականին ոճային կարող են լինել։ Տեսեք ինչ հետաքրքիր լամպեր են այստեղ կտորից, հետաքրքիր 25 եվրո արժողությամբ, բավականին գեղեցիկ եւ հետաքրքիր այս դասական ոճի թավշյա էֆեկտով մոդելը նորույթ է 15 եվրո, նախկինում չէինք տեսել այս մոդելները, կարելի ասել բավականին հետաքրքիր տարբերակներ են։ Մի մեծ բաժին, ինչպես տեսնում եք, նաև գորգերի հատված է այստեղ առանձնացված, տարբեր ձևերի, տարբեր չափերի, տարբեր մեծությունների մոդելներ են, այսպիսի հին խամրած ինչ-որ երանգներով մոդելները հիմա շարունակում են դեռևս տրենդային լինել դիզայներների կողմից, 60 եվրո էր այդ մոդելը, բավականին հետաքրքիր եւ գեղեցիկ, 60 եվրո այս տարբերակը, նույնպես խամրած էֆեկտով այսպիսի տարբերակ 60 եվրո արժողությամբ, այստեղ կարծես մեզ համար ավելի հոգեհարազատ երանգներով գորգեր են ներկայացված, կարծես նմանություններ տեսնենք մեր հայկական գորգերի հետ, հնաոճ հայկական գորգերի նմանություն են թողնում։ Նշենք նաև, որ այս գորգերը նշված են որպես պարսկական, հենց այդպես էլ մակնշված են պիտակների վրա, եւ ինչպես տեսնում եք բավականին թանկ են, 1500 եվրոյի սահմաններում են մեծ չափսերը։ Իսկ այս կովի կաշիները ամբողջապես իրական են, սակայն ինչպես հենց իրենք են նշում, սրանք մսարտադրության երկրորդական պրոդուկտներ են, այլ ոչ թե հատուկ գորգի համար սպանդված կենդանիներ։ Այստեղ արդեն մենք տեսնում ենք ընդհանուր հավաքական տեսքով ներկայացված դիզայներական լուծումներով գեղեցիկ հավաքված սենյակները, դուք կարող եք քայլել, զգալ, թե ինչպիսի լուծումներ կարող եք հաղորդել ձեր նոր բնակարանին կամ արդեն իսկ նոր ոճային լուծումներ տալ ձեր բնակարանում, որ չափերով եւ որ մոդելներով կարող եք նոր շունչ հաղորդել ձեր տանը, կարծես այնքան գեղեցիկ եւ կոկիկ հավաքված առանձին բնակարանների տեսք ունեցող հատվածներ են, այստեղ կարող եք քայլել եւ լիովին պատկերացնել, որ դուք ինչ-որ բնակարանում եք քայլում, որովհետեւ շատ իրական, այսպես բնակեցված տեսքով հավաքել են այստեղ սենյակները, բոլոր մանրուքներով, սկսած սրբիչներից եւ ինչ-որ փոքրիկ էլեմենտներից մինչեւ կահույքի եւ վարագույրների, գորգերի, ամբողջական այն ամեն ինչ, որ ձեզ պետք է ձեր սենյակը կամ տունը կահավորելու եւ դիզայն հաղորդելու համար, կարող եք զգալ այստեղ։ Մենք հաճախ քայլելուց տեսնում ենք, որ մարդիկ անգամ կարող են նստել ժամերով այս բազկաթոռների վրա, բազմոցների վրա, փորձել քննարկել, հասկանալ, թե ինչ մոդելներ իրենց համար ավելի նախընտրելի կլինեն, որոնք են հարմարավետ, շատ հաճախ նստում են հենց փափկությունը եւ որակը ստուգելու համար։ Բոլոր մոդելների վրա նշված են իրենց չափերը, ընդհանրական
եւ մանրամասն ինֆորմացիա այս կամ այն ապրանքի վերաբերյալ։ Շատ հաճախ հանդիպում ենք նաեւ զղջված մոդելներ եւ հենց պիտակի վրա նշված է լինում, որ այս արժեքից զղջվել է այս արժեքով, կարող եք ձեռք բերել արդեն նոր զղջված արժեքներով։ Բոլոր մոդելները կարող են հաճախորդները ձեռք բերել արդեն հատուկ բաժնից։ Այստեղ պիտակների վրա նշված են լինում հատուկ կոդեր, եթե հաճախորդը ցանկանում է արդեն գնում կատարել, կարող է պարզապես սկանավորել կոդը եւ այդ կոդի հիման վրա գտնել արդեն պահեստից, վերցնել քաշակով եւ մոտեցնել վճարման կետեր եւ կատարել իր վճարումները։ IKEA-ն տրամադրում է նաև առաքման ծառայություն, որը իրականում կարող է մի փոքր թանկ արժենալ, հատկապես եթե շատ մեծ խոշոր գնումներ եք կատարում, խոշոր չափերի կահույքի մասին է խոսքը, որքան շատ գնումներ եք կատարում եւ քան ծավալը մեծ է լինում ապրանքների, այնքան կարող է առաքման արժեքը ավելանալ ըստ դրա։ Շատ հաճախ մուտքի մոտ կարող եք հանդիպել մարդկանց, ովքեր առաջարկում են իրենց ծառայությունները ավելի մատչելի արժեքով տեղափոխել ձեր բեռները, եթե դուք ձեր մեքենայով չեք կամ ձեր մեքենայով հնարավոր չէ այդ մեծ խոշոր չափերի մոդելները տեղափոխելու համար, նրանք առաջարկում են ավելի ցածր գին, ավելի մատչելի գին, քան IKEA-ում կարող եք IKEA-ի ծառայությունից կարող եք օգտվել։ Այդ պարագայում, սակայն, պետք է հաշվի առնեք, որ դա լիովին ձեր ռիսկն է, եւ եթե ինչ-որ բան այնպես չգնա, խանութը բնականաբար այլևս պատասխանատու չէ։ Եվ դա իհարկե կախված է նաեւ նրանից, թե որ երկրում եք, որովհետեւ ոչ բոլոր երկրներում կան այդ այլընտրանքային դրսում կանգնող անհատները։ Իհարկե, չի բացառվում, որ ամենն առանց խնդրի եւ տհաճ անակնկալների կազմակերպվի։ Չգիտեմ որքանով է փոխանցում տեսանյութը իրական երանգներ, բայց քայլելով բավականին հաճելի մթնոլորտ է տիրում եւ մարդիկ շատ երկար կանգնում եւ ուսումնասիրում են մոդելները, շոշափում են, փորձում են պատկերացնել այս կամ այն կահույքը իրենց բնակարանային պայմաններում։ IKEA-ի կոնցեպտի մեջ կա նաեւ այս բանաձևը, կան շատ մատչելի իրեր, որոնք թվում է, որ ձեռք բերելով բավականին մեծ խնայողություն է կատարում, շատ մատչելի են եւ այսպես մանր-մունր գնումներ կրկին կարող եք կատարել IKEA-ում մտածելով, որ բավականին փոքր գումարներով եք ձեռք բերում, իրականում գրեթե սովորաբար անհնար է լինում դուրս գալ IKEA-ից առանց որոշակի այդպիսի մանր-մունր ապրանքներ ձեռք բերելու եւ իրականում հնարավոր է, որ կրկին մեծ գումար ծախսեք այդ տարբեր իրերի համար, միշտ թվում է, որ այս կամ այն փոքրիկ իրը ձեզ համար շատ պարտադիր, շատ կարևոր իր է եւ դուք անպայման պետք է որոշակի ինչ որ այսպես ասած մատչելի իրեր ձեռք բերեք այդտեղ, բայց հետագայում հասկանաք, որ գուցե դրանք այդքան էլ ձեզ համար անհրաժեշտ չէին, պարզապես պահի ազդեցության տակ այդ մատչելի արժեքները տեսնելով ցանկանում եք անպայման ձեռք բերել։ IKEA-ի կահույքը ընդհանրապես այս պահի դրությամբ դժվար է անվանել շատ մատչելի, իրականում եթե ընդհանուր շուկայի այդ պահին արժեքների հետ եք համեմատում, կոնկրետ մեծ խոշոր չափերի կահույքները մատչելի անվանել դժվար է, օրինակ բազմոցները, բազկաթոռները բավականին թանկարժեք են։ Որակի համար միգուցե նաև եւ դիզայնի եւ որակի համար միգուցե ինչ որտեղ նաև արդարացված են, գուցե եւ ոչ միշտ, բայց համարել, որ IKEA-ի կահույքը մատչելի է, երևի թե դժվար է այդպես ասել։ Դա իհարկե կախված է նաև կոնկրետ երկրից, որովհետև տարբեր երկրներում միջին խավի եկամուտները որոշակիորեն տարբերվում են։ Նաև նշենք, որ տարբեր երկրներում գները կարող են տարբեր լինել։ Օրինակ Արևելյան Եվրոպայի երկրներում մի փոքր ավելի ցածր կարող են լինել, քան, ասենք, Արևմտյան Եվրոպայի երկրներում, ադապտացվում են ըստ շուկայի միջին գնողունակության։ Բայց փաստը, որ շվեդական ճաշակը եւ դիզայնը բավականին գրավիչ է ու շատ ունիվերսալ է, ընդհանուր մարդկանց ճաշակի եւ նախասիրությունների համար, դա իհարկե միանշանակ փաստ է։ Տեսեք ինչ հետաքրքիր պահարան է, ներսից լույս է միացվում ու գեղեցիկ լուսավորում է եւ գեղեցիկ անկյուն է ստեղծում այդ հյուրասենյակի այդ հատվածի համար։ Բավականին հետաքրքիր այստեղ հյուրասենյակ է, հատուկ ոճային
ուղղվածությամբ երաժշտասերների համար մոխրագույն եւ մուգ կապույտ երանգներով, որը ունի նաեւ վառ էլեմենտներ բարձիկների տեսքով կամ որոշակի նկարների եւ փոքրիկ էլեմենտների համադրությամբ։ Այստեղ անգամ պատուհաններն է վերարտադրված, իրենք ավելի շատ պարզապես դիզայներական պատուհաններ են, բուտաֆորիաների տեսքով իրական պատուհաններ չեն, բայց լիովին ցուցադրում են, թե ինչպիսի տեսք կարող է ունենալ սենյակը պատուհաններով, վարագույրներով հանդերձ։ Նաև առաջարկում է Smart Home համակարգը տան լուսավորության համար։ Այստեղ տարբեր ռեժիմներով կարող են ընտրել օրինակ խնջույքի համար նախատեսված ռեժիմ, երեկոյան հանգստի համար նախատեսված ռեժիմ եւ տարբեր այլ լուսավորություններ, որոնք կարող են կարգավորվել ընդամենը մեկ հպումով։ Բավականին ժամանակակից եւ մոդեռն համակարգ է, որը գնալով ավելի տարածում է գտնում եւ IKEA-ն առաջարկում է իր լուսային համակարգի տարբերակը։ Հետաքրքրական է, որ շատ հաճախ այստեղ կարող են մարդկանց մոտ նաև գաղափարներ առաջանալ հենց տան նաև վերանորոգման հետ կապված երանգային, օրինակ պատերի երանգները, ինչպես համադրել կահույքի հետ, ինչպես համադրել օրինակ ընդհուպ հատակը, ինչպիսի երանգային լուծումներով կազմակերպել ամբողջ վերանորոգումը տան։ Պարտադիր կարևորություն է տրվում շատ մանրուքներին, բոլոր պահարաններում մենք տեսնում ենք մինչև ամենափոքր մանրուքը կատարած դիզայնավորումը խոհանոցների, սենյակների, հյուրասենյակների, բաղնիքների, բալկոնների, տերասանների, ամբողջական տան լուծումները այստեղ ներկայացված են, անգամ հագուստ է կախված, որը իհարկե վաճառքում չկա, բայց լիարժեք փոխանցելու համար այդ տան բնակարանի տրամադրությունը եւ շունչը այստեղ նաեւ հագուստ, կոշիկներ եւ պայուսակներ կարող եք տեսնել։ Մեկ մեծ բաժնում ներկայացված են բազմոցներ եւ բազկաթոռներ, ուղղակի որոնք հնարավոր է ներկայացված չեն այս սենյակներում ու հյուրասենյակներում, բայց այդ մեծ բաժնում դուք կարող եք գտնել մեկ այլ տարբերակ, որը ձեզ համար ավելի լավ տարբերակ կարող է լինել, որը չեք գտել օրինակ այս սենյակներում ներկայացված։ Շատ հաճախ երբ տեսնում եք այդ մոդելը ընդհանուր առանձին պարզապես որպես վաճառքի մոդել, հնարավոր է ձեզ դա առաջին հայացքից այնքան էլ դուր չգա ու դուք չհասկանաք, թե ինչպես կարող է այն կիրառել կամ տան որ հատվածում այն կարող է իր տեղը գտնել, բայց այսպես կազմակերպված սենյակներում արդեն լիովին պատկերացում եք կազմում եւ շատ ավելի գրավիչ եւ հետաքրքիր կարող են լինել այդ իրերը առանձին վերցրած եւ դրանք արդեն սենյակներում որպես ընդհանուր հավաքականի մի մաս։ Այստեղ նաև տերասայում գեղեցիկ երեկո կազմակերպելու համար գեղեցիկ դիզայն է արված, որը կարող է նաև շատերի համար հենց ամառանոցի բակի համար որպես տարբերակ հանդիսանալ։ Անկամ միջանցքների կահույք այստեղ հենց միջանցքի տեսքով շատ գեղեցիկ ներկայացված է։ Ինչպես դասական, այնպես էլ ժամանակակից լուծումներ են տրված։ Այս սենյակը մանկական նաև ներառում է երկրորդ հարկի հնարավորություն։ Մեծ տեղ են զբաղեցնում հենց փայտե կահույքը, ծղոտից պատրաստված կահույք ավելի փոքր չափերի։ Տեսեք ինչ գեղեցիկ բաղնիք է, կարծում եմ բավականին հետաքրքիր է ստացվել դասականի եւ մոդեռնի միախառնում է իրար եւ գեղեցիկ հետաքրքիր ոճ է ստացվել։ Շատ նրբաճաշակ երանգներ են, լույսերը նույնպես այնպիսի լուսավորություն է բոլոր սենյակներում, որոնք հենց այդ սենյակի համար կարծես թե կատարյալ է, օրինակ գրասենյակային կամ ինչ-որ աշխատանքային սենյակների համար ավելի վառ լույսեր, իսկ սենյակի համար ավելի խամրած, ավելի տաք գույներ։ Այստեղ տեսնում եք ինչպիսի հերթ է գոյացել դրամարկղերի մոտ, բավականին մեծ հերթեր են, սակայն եթե ունեք հնարավորություն գնումները կատարել, ինչպես արդեն նշել էի IKEA-ի app-ի միջոցով, ապա շատ ավելի հեշտ եւ արագ կարող եք կազմակերպել այդ վճարման process եւ արագ անցնել այդ հատվածը։ Մեկ հպումով սկանավորում եք ձեր բոլոր ապրանքները, որոնք արդեն իսկ ձեր IKEA-ի app-ի զամբյուղում էին կատարում վճարումը եւ վերջ։
Իսկ եթե ընտրեիք դրամարկղային մարդկային սպասարկման տարբերակը, այդ նույն գործընթացը հնարավոր է տևեր անհամեմատ ավելի երկար։ Այստեղ հենց երեխաների բաժնի անմիջապես կողքին է գտնվում կաֆետերիան, որտեղ կարող եք սնվել եւ ամպել անվճար սուրճ, ընդ որում կարող եք կրկին անվճար այսպես ասած վերալիցքավորել եւ մի քանի բաժակ սուրճ խմել լիովին անվճար։ Դա IKEA-ի կողմից առաջարկվող այն հետաքրքիր եւ հանգիստ պարգևող գործիքներից է, որով գրավում է նաեւ շատ հաճախորդների ընթացքում կարող եք սրճել, հանգստանալ եւ շարունակել կատարել ձեր գնումները IKEA-ում։ Այսպիսով այսքանն ենք նախատեսել այսօրվա մեր տեսանյութում, իսկ դուք կարող եք կիսվել ձեր տպավորություններով տեսանյութի ներքո մեկնաբանություններում։ Նաև անպայման նշեք, արդյոք հավանում եք IKEA-ն, հավանում եք իր հավաքածուները, որքանով են դրանք ձեզ համար ճաշակով համարվում, եւ արդյոք մեր այսօրվա տեսանյութում գտաք որևէ նորույթ ձեզ համար, որոնց նախկինում ծանոթ չէիք, արդյոք որոշակի տեղեկատվություն ձեզ համար նորություն էր այսօր։ Անպայման նշեք նաև, արդյոք համարում եք, որ գները համապատասխանում են մոդելների որակին, տեսքին, արդյոք համաձայն եք այդ արժեքներին, թե ոչ։ Գրեք նաև մեկնաբանություններում անպայման, արդյոք կցանկանայիք, որպեսզի IKEA-ն իր խանութը նաև ունենար Հայաստանում։ Սպասում եք դուք դրան, թե ոչ, եւ կցանկանայիք գնումներ կատարել IKEA-ից, հավանում եք իր տեսականին։ Շատ հետաքրքիր կլինի լսել ձեր կարծիքները, եւ եթե հավանել եք, իհարկե մեր տեսանյութը անպայման հավանեք, կիսվեք եւ կսպասենք ձեր մեկնաբանություններին։ Շնորհակալություն, մինչ նոր հանդիպում։